կողքից բերել, բայց ինչի էթիկայի հանձնաժողովը Ես ասացի չենք քննարկել, չէ՞, այդ հարցը։ Մենք էթիկայի հանձնաժողով պետք է ունենանք sense տնեց, ու շատ վատ է, որ մինչև հիմա մենք էթիկայի հանձնաժողով չունենք։ Ես որոշել էի ասելուց հարցազրույց չտայի, բայց այնուամենայնիվ այդպես վերացեցիք փոքր առաջապատժություն։ Կրկնում եմ, ընդհանուր առմամբ պետք է էթիկայի հանձնաժողով լինի ազգային ժողովում։ Հենց ամենաառաջի օրվանից մենք այդ գաղափարը ունեցել ենք, որը ընթացս կզբաղվի մշտական հանձնաժողովի տրամաբանության մեջ։ Բայց հիմա դա անել պարոն Քոչարյանի հետ կապված ձեր վերած օրինակով մենք այդ հարցը դեռ չենք քննարկել։ Ինչու պարոն Սիմոնյան։ Չենք քննարկել։ Հարմար չի եղել չենք քննարկել։ Հա, բայց օրակարգում կա քննարկելու եք, մենք ֆիքս ենք դա։ Որ առաջիկայում քանի որ ընդդիմադիր խմբակցությունների կողմից նման հարց է բարձրացվել եւ լրագրողների կողմից էլ նաեւ կա, բնական է կքննարկենք։ Իսկ կներեք էլի ինչ ընթացակարգով է շարունակվելու։ Չգիտեմ, դուք բռնացել եք միջանցքում, փորձում եք ինչ-որ հարցեր տալ, որոնց ես հիմա պատրաստ չեմ պատասխանելու, ասում եմ, ինչ որ ասեցի, գիտեի ասեցի արդեն։ Պարոն Սիմոնյան, քանի որ պատասխանում եք մի բան, քանի որ սա վերացեցիք, վաղը այնտեղ ավագ նիստն է, մասնակցելու է վերջո քաղաքացիական պայմանագրի ձեր ֆրակցիան նիստին առաջադրվելու է Սարիկ Մինասյանը որպես քաղաքապետ։ Դրա մասին ընդեղի խմբակցությունը հայտարարություն կանի եւ իր որոշումը ձեզ կհայտնի։ Հա, եկեք բոլոր գաղտնիքները չբացենք։ Այսօր որոշումը կլինի ֆրակցիայի։ Ասում իրանք կհայտնեն, ես չեմ ուզում դրա մեջ մտնեմ եւ չեմ ուզում դրա հետ կապված հայտարարություն անել։ Պարոն Սիմոնյան, իսկ ես այլ հարց եմ տալի, ոչ Յուրի հետ։ Ես այդ թեմայով ուրեմն իսկ ընդունելի կլինի իշխանության այնտեղի իշխող մեծամասնության համար եթե ընդդիմադիր օրինակ ակնկալում եք որ հնարավոր ընդդիմադիր ձայներ տրվեն ձեր տեխնատուին եթե առաջադրեք օրինակ մտածեք Չհասկացա, այսինքն ընդդիմությունը քվեարկի։ Կա այդպիսի սցենար կամ քննարկումներ եղել են Ես կարծում եմ որ բոլոր ստանալ ընդդիմադիրների ձայները նման քննարկումներ չեն եղել, բայց ես կարծում եմ որ տրամաբանական է, որ այն ուժը, որ ամենաշատ ձայներն է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի, իսկ այն մնացած տարբերակները ես չեմ կարծում որ ժամանակի եւ իրականության մեջ աշխատող տարբերակներ են լինելու եւ դա կարծում եմ բացասական ազդեցություն կունենա Գյումրու հետ կապված բարեփոխումների աշխատանքների, որովհետեւ այդ նմանատիպ չակերտավոր 1 ժամյա 1 գիշերվա կոալիցիան չեմ կարծում որ կկարողանա ապահովի բնականon գործունեությունը դա իմ կարծիքն է իսկ աշխատանքը կառավարության հետ եթե այնտեղ Վարդան կառավարության հետ լավ եմ աշխատում չգիտեմ ես ասել Վարդան Ղուկասյանի մասին ես իմ կարծիքը ասել եմ իմ կարծիքը չի փոխվել որ պետք է բանտում լիներ ես իմ կարծիքը չեմ փոխում ես կարծում եմ որ իր տեղը ճիշտ տեղը բանտն է մեղադրում որ բանտում չի ով է թերացել բոլորիս Օրինակ ինչ պետք է անել։ Ես քաղաքական գործիչ եմ, ես որևիցե բան չեմ կարող անել։ Դե բոլորիս, որովհետև երևի ինչ որ պահի, ինչ որ տեղ ամեն ինչ չէ որ ճիշտ են կարել, բայց նաև կան հարուցված գործեր եւ կարծում եմ ինչ որ ժամանակի ընթացքում այդ գործերը իրենց հանգրվանին կհասնեն։ Այդ ոնց է ստացվում որ մնացածի հետ կապված։ Չէ, չեմ կարծում որ դրա մասին ես է որ պետք է հայտարարություններ անեմ։ Ես որ իմանա ում են կալանավորում, շատ մարդկանց հետ կապված հետևություններ կան նախապես։ Սիմոնյան, Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանն եմ ուզում անդրադառնանք։ Ես այսպես ասած հատուկ ձեզ համար դուրս եմ գրել, ինչ են ձեզ ասել։ Ինձ ասել են։ Ոչ, քաղաքացիական պայմանագրին։ Տես ասում է Հայաստանի կառավարիչների կողմից անտերության է մատնված Արցախահայությունը։ Այս տխրահռչակ իրադարձություններից 7 տարի անց փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայում է այս կապիտուլյանտ իշխանություններին։ Եվ պատկերավոր էլի հիշել է իր նախկին արտահայտությունը էշի հետ կապված, կներեք, պիտի այսպես ասեմ, ես ձեզ չեմ ստիպել գնալ եւ նախրի միջից բաչել ամենաբարձր զռացող էշի ճակատը, դա կարծես ձևավոր խոսք դարձավ սրանց մասին, հիմա ուզում եմ վերջին զարգացումները հաշվի առնելով շարունակել միտքս, ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք, եւ վերջինը 2018-ին իշխանազավթում է տեղի ունեցել, ըստ Սերժ Սարգսյանի։ Ես կարծում եմ տենց մտածելա որ բավարար չի այդ բանավեճը իր եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ թե ով է իշխանության բերել քաղաքացիական պայմանագիրը եւ միջի հիմա չի հասկացել որ այսուհետ իշխանության բերում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կամ ինչ որ մեկը չէ որ ինչ որ մեկը պետք է պատժի
եւ դրանով իշխանության բերի եւ կարծում եմ, թե փորձում է այդ բանավեճի մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ, այսպես ասած, միավորներ հավաքել։ Դա իր դե գիտեք ինչ ինքը որ մեր մասին վատ բան ասում, մեր վարկանիշը բարձրանում է։ Ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին հաջորդ ընտրություններին իր դեմքով արդեն հանդես գալ ընտրություններին, մասնակցել բանավեճի հանրային հեռուստատեսության, որը նախատեսված է օրենքով, քարոզ արժավ անցկացնել, քաղաքական գործ չի, որը որ տենց հայտարարություններ է անում, ճիշտ տրամաբանությունը դա է։ Ինչ վերաբերում է այդ բառերին կապիտուլյանտը բան, ասենք մերժվածի կողմից մենք արդեն ասել ենք, նախ ինքը հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորությունն է, երկրորդը կապիտուլյանտն է ինքը, որովհետև այն ամեն ինչ որ ինքը արել է Հայաստանի բանակի հետ, այն ինչ որ իրանք արել են Ղարաբաղի հետ, կարծում եմ նես չի, չէ՞ որ մի գիշերվա մեջ այն ամեն ինչ որ 2020 թվականին տեղի ունեցավ։ Վերջի վերջո չենք մոռանում, որ 2018 թվականից այս կողմ միակ կառույցը, որի մեջ ոչ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, ոչ որևիցե կտրուկ բաներ են եղել, դա պաշտպանության նախարարությունն է եղել։ Եվ ուստի դա խոսալուց տենց ամպագորգոր վիրավորանքներ հնչեցնելուց թող մի հատ հայլու մեջ ինքը իրան նայի, էլի խնդրում եմ, ու մի հատ իր անցած ճանապարհը նայի ու ամաչի, որ Հայաստանի Հանրապետության մասին խոսելով, Հայաստանի Հանրապետության շահի մասին խոսելով իր մերձավոր շրջապատի, իր փեսեքի, իր մնացածի բարեկեցությունն է մեծացել, ոչ թե բանակի, որ ինքը 80-ականների զենքերով էր զինվում, բայց իրանք 2000-ականներ 2007 թվականի ջիպերով եւ դղյակներով էին ապրում, թող նա դրա մասին խոսել, ամոթ է։ Ասում մենք խոսում է, շատ լավ է, թող խոսա, ասում, թող իր դեմքով մասնակցի ընտրություններին, ավելի մեծ լավություն մեզ առաջ։ Եթե իրենք մասնակցեն այն նախաձեռնություններին, որոնք պահանջում են իշխանության հրաժարականը, ինչ նախաձեռնություններ։ Չգիտեմ, ինչին ուզում է թող միանա, այս 5 տարիա, 6 տարիա հա միանում են, անընդհատ թող միանան։ Փարագարում եւ Գյումրիում պատմությունը, որ իշխանությունը կրեց, արդյոք մտավախություն չունեք, որ նույնը կլինի 2026 թվականին, որովհետեւ ասում են, սա ցուցիչ էր ընտրությունների հետ կապված։ Չունեմ, որովհետեւ նախ Գյումրիում մենք պարտություն չենք կրել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները, 2 անգամ ավել ձայն, քան երկրորդ տեղի ներկայացուցիչը եւ գիտեք ինչ ժողովրդավար երկրներում, ժողովրդավար համակարգերում, որտեղ որ ամեն ինչ կանոններով շատ հազվադեպ է լինում, որ 50% 50 եւ պլյուս 1% հավաքում են որևիցե կուսակցություն միշտ դա կոալիցիա տեսնել Գերմանիայում, Անգլիայում եւ այլ վերջացնում։ Իհարկե ոչ չի կարող, որովհետեւ դուրս կգան Քարոզ Արշավի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ես ասել եմ Գյումրիում եմ ասում, կարամ վերջացնեմ խոսակցությունս։ Գյումրիում եմ ասում, մենք ավելի շատ ձայն ենք հավաքել, քան 2021 թվականին։ Ես դրա մեջ եմ առաջարկով, որովհետեւ այն առաջարկը, որը որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անում է եւ կանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլ ընտրանք չունի։ Այն առաջարկ տեսեք, այս ընտրությունները, ջան, դրա մասին է բաները, ընտրողները կորոշեն։ Հիմա քո անձնական պատկերացմամբ բաները, գնահատականները դա քոնն է։ Իմը կարող այլ տարբերակ լինի, չէ՞, որի մասին ես ասում եմ։ Խաղաղությունից ասում դա եղավ, փամսին 21 խաղաղության օրակարգով է։ Գիտես ինչ, դժվար է չէ ասել, որ հիմա մենք պատերազմի մեջ ենք։ Դժվար է չէ ասել, որ հիմա պատերազմի դե այդ դրա մասին է լինելու հաջորդ ընտրությունները եւ մենք մեր խաղաղության օրակարգ առաջարկելու ենք մարդկանց եւ իրենք ընտրություն են կատարելու ինչ որ բաներ ասում։ Հետո գիտես ինչ բանի Գյումրիի ընտրությունները կամ Փարաքյարի ընտրությունները դա քաղաքական ընտրությունների մասին չէր, այսինքն եթե մենք վերադառնանք այն Քարոզ Արշավին, որը որ տեղի ունեցել Գյումրիում, թե ընդդիմադիր գործիչների կողմից, թե նաև մեր տեխնացուի կողմից, դրանք հիմնականում տեղային խնդիրների մասին խոսակցությունները, որը որ մեծ հաշվով տրամաբանական է։ Այո, կար քաղաքական կոմպոնենտ, հա, կային նախկինները, որոնք տարբեր մարդկանց դեմքով եկան եւ մասնակցեցին, ասենք Վարդանը ներկայացնում էր բանը, Ղուկասյանը ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանին, այն մյուսը ներկայացնում է Սերժ Սարգսյանին, եկան ոչ իրանց դեմքով մասնակցեցին, մի կտոր ձեն տարան, հիմա փորձում են միավորվել, դա քո գնահատականը, ես չեմ, դա քո գնահատական։ Կապրենք, կտեսնենք, հաղթանակը այն է, եւ
երբ որ իր մարդիկ ունենան քաղաքապետ, երբ որ այդ քաղաքապետը արդեն Գյումրու համար կաշխատի եւ Գյումրու համար ռեալ բաներ կանի։ Պարոն Սիմոնյան, բայց քվեների մասով դուք ասում եք, չգիտեմ, կարող է եւ ունենա, ես չեմ ասում չեն ունենա։ Ունենան, բայց պետքա գործ անի, երբ որ այդ գործը տեղի կունենա եւ այդ մարդիկ կգնան միանձնյա ոչ թե 4 հոկանոց կոալիցիա, որի գոյությանը ես հետագա աշխատանքին ես չեմ հավատում, դուք մի քիչ ուշացաք։ Ես չեմ հավատում, որտեղ ես վստահ եմ նաև հայտարարությունից է Մարտուն Գրիգորյանի դա հնչում, որ հա, լավ, օքեյ, ես բանը կապահովենք, բայց հետո ով ասեց, որ մենք իրար հետ աշխատել ենք։ Այդ դրա մասին է խոսքը, եւ դա անվանել հաղթանակ, կներեք, օրինակ ես տենց հաղթանակ չես ունենալ։ դուք ասում եք ընդդիմությունը ամենաշատ Ուզում եք ավելի հերվից բղավեք։ Ես ինչ եմ արել։ Դուք ասում եք ամենաշատ քվեները ստացավ Գյումրիում իշխանության քաղաքացիական պայմանագիրը, նաև մյուս կողմից ասում եք նախընտրական էր դա ասվում, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչներն են կամ իրենց, այսպես ասած, թիմակիցներ, այո, ստացվում է, բայց չի ստացվում, որ նրանց ձայների հանրագումարով ավելի շատ ձայները զուտ, ավելի շատ քվեարկեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների օգտին, քան քաղաքացիական։ Շատ լավ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պետք է վերադառնան եւ ազատ ընտրություններով նման ընտրությունների մենք կընդունենք այդ ընտրությունը, բայց ես դրան չեմ հավատում։ Ես դրան չեմ հավատում։ Լավ, ուրիշ բան ասեմ։ Չէ, ձեր բոլոր հարցերը, լավ, մի րոպե, ձեր բոլոր հարցերը եկեք մի բանի իմի բերենք, հա։ Համապետական ընտրությունները եւ, ասենք, չգիտեմ, Սարիկ Մինասյանի ընտրությունը կամ որևիցե այլ համանքապետի ընտրությունները դա թե խոսույթով, թե օրակարգով, թե տեխնացույով, թե իր ասելիքով տարբեր բաներ են։ Տեսեք, 2021 թվականին մենք ընտրություններում եղել է համայնք, որ հավաքել ենք 80% եւ նույն այդ համայնքում 25% ենք հավաքել տեղական ընտրությունների ժամանակ։ Եկեք տարբերեք եւ նենց չի որ միջև այս երկու ընտրությունները որևիցե այլ համայնքում այլ կուսակցության ներկայացուցիչ համայնքի ղեկավար չկա, ուստի եկեք իմի բերելով այս թեման ֆիքսենք հետեւյալը։ Ոչ, սա որևիցե, սա ես կալկալին խոսեմ, սա որևիցե ձևով կապ չունի եւ չի կարող կապ ունենալ որևիցե այլ ընտրության հետ։ Սա Գյումրիի ընտրություններ, Հարաքյարի խոշորացված համայնքի ընտրություններն են, որոնցից մենք հետևություններ ենք անում եւ անցնում ենք։ Հիմա Գյումրիում ընտրել են Վարդան Ղուկասյանին, Մարտին Գրիգորյանին, Կարեն Սիմոնյան, կարծեմ Սիմոնյանին, Ռուբեն Մխիթարյանին, թե Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Թե համ նրանց համ նրանց։ Իրանց դեմքով ընտրել են Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Ոչ չափ այո, իմանալով որ այդ մեկը ներկայացնում է, այս մի թևերն մյուսը ներկայացնում, մյուս թևը նաև ընտրել են այո։ Գնայեք 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանին 21% երկրով մեկ ձայն չտվեցին։ Ուրիշ բան ասեմ, 21 թվականին մենք ընտրությունները հաղթեցինք, դրանից որոշ ժամանակ անց Բալասանյան դաշինքը Գյումրիում ավելի շատ ձայն հավաքեց, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի շատ ձայն է հավաքել, քան Բալասանյան դաշինքը այն 2021 թվականի 54%-ից հետո։ Հիմա այդ մաթեմատիկան ով ասենց քաղաքական բանով մեզ այդպես լավ բացատրելու, որ արդյոք դա չի նշանակում սա կամ անա։ Չէ, դա չի։ Այո, տվեք։ Ես ձեզ անպայման կպատասխանեմ։ Այսպեսով տուժելու է, ինչպիսի սցենար է հնարավոր կոմպրոմիսային, որպեսզի Գյումրու կառավարումը հետագայում այդպես չքաշքշվի։ Ում հետ կոմպրոմիս։ Իրանք այն 2-3-4 հոգին, որոնք որ իրար հետ միավորվել են եւ ի հեճուկս իրենց նախկինում արված հայտարարությունների, ի հեճուկս իրենց անցած ճանապարհի որոշել են այնուամենայնիվ ապահովել, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, գնացեք իրենց այդ հարցը տվեք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այնքան բան, ինչքան արել է Շիրակի մարզի եւ Գյումրիի համար, երևի ցավոք սրտի չի հասցրել դեռ անել այլ մարզերի շարունակի անել անկախ քաղաքապետից։ Դե բայ երկե, բա կարող եմ մենք ներողություն եմ, չեմ կարծում։ Անկախ քաղաքապետից։ Ես չեմ կարծում, որ մենք դա արել ենք Վարդանի կամ ասենք Չէ, Սարի համար։ Նկատի եմ անկախ քաղաքապետից շարունակի Գյումրու ծրագրերը։ Տեսեք, Գյումրին մեր երկրի, մեր իշխանության, մեր բոլորի համար ամենավառ, ամենասիրուն, ամենաուժեղ լուսավոր կետերից մեկն է, ոնց կարող չենք, իհարկե։ Մեր նախորդ հանդիպումից
հետո ձեր խմբակցությունը հերթական կորուստ ունեցավ, իրեն Գաբրիելյանը նկատի ունեն եւ ձեր այնի կորուստներից մեկը Հովիկ Աղազարյանը, որը խոստացել է, որ ՔՊ-ի հետ համարժեք է քվեարկելու, ձեր վերաբերմունքով պայմանավորված փոխել է իր որոշումը եւ հիմա ի հակադարձ ՔՊ-ի է բանանելու, քվեարկելու։ Ինչ կասեք այս մասին, վերաբերմունքը փոխելու իր նկատմամբ։ Ինչ վերաբերմունք փոխելու բան չկա, ես իրան վերաբերվում եմ ինչպես յուրաքանչյուր մարդու, մարդա, որ ունի իր սխալները, ունի իր լավ կողմերը եւ վատ կողմերը, ոչ մի ինչ արձագանք։ Նեղացրել եք Աղազարյանին եւ չէ, պարոն Աղազարյանին ես որևիցե ձևով չեմ նեղացրել, ընդհակառակը մշտապես փորձել եմ իրեն ամեն ինչով օգնեմ եւ իր այս կեցվածքը անկեղծ ասած իմ համար անհասկանալի է, բայց այնուամենայնիվ ես իր նկատմամբ բացասական որ ասեմ տենց ինքը իմ համար տենց թշնամի կամ հակառակորդը չէ, մեր նախկին գործընկերն է, որը իր ընտրությունը կատարել է իր բոլոր հետևանքներով։ Հանձնաժողով չստեղծել կապ ունի 44-օրյա քննիչ հանձնաժողովի բացահայտումների հետ Քոչարյանի թաքցնելու չունի։ Էդիկ 44-օրյա հանձնաժողովի պատերազմի հանձնաժողովը նախաձեռնվել է մեր կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել է այնտեղ եւ ամեն ինչ պատմել է եւ այդ հանձնաժողովի գոյությունը եւ եզրակացությունը ամենաձեռնատու եւ ամենամեծ շահառուն Հայաստանի Հանրապետության այսօրվա գործողությունից։ Երբ է հրապարակվել, ինչու է։ Պայմանավորված է ծավալով, պայմանավորված է կարևորությամբ եւ պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր բան պետք է, այսպես ասած, կրկնակի ձևով ստուգվի եւ դա այդ հարցով կարծում եմ ճիշտ հասցեատեր։ Ազգային ժողովն արդեն դիմել է։ Իսկ այն որ մի րոպե նարեկ հարց ասում տա մի րոպե։ Ով ասաց որ չի ստեղծում։ Մենք իր անձի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու հարցը չենք քննարկել, Քոչարյան Անդրանիկի մասին խոսքը չենք քննարկել, բայց ես արդեն ձեր գործընկերներին ասել եմ, որ ընդհանուր առմամբ էթիկայի հանձնաժողով, բարև ձեզ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշում մենք մշտապես ունեցել ենք, որ մշտապես գործող էթիկայի հանձնաժողովն է, որ նմանատիպ հարցերի պարագայում մենք Այս բանում, այս գումարման բանում բայց ասուլիսը իմը քո հարցազրույցը չի, թող մնացածն են հարցնում։ Նարեկ բան է, Նախ հստակ է, թե Նիկոլ Փաշինյանը մայիսին գնալու է Մոսկվա, թե ոչ, եւ ԵՄ-ից արդեն բարձր ներկայացուցիչի մակարդակով հորդոր է հնչել, որ այն պետությունները, որոնք կգնան, ցանկալի չէ, ճիշտ է, տեխնացու պետություններին է կոչով դիմել այդ պաշտոնյան, բայց Հայաստանը, քանի որ այդ գործընթացը սկսել է, հնարավոր է, որ վարչապետը չմասնակցի միջոցառմանը։ Լսեք, ես ուզում եմ հասկանամ, մենք ընկալման խնդիր կա, հա, մենք այդ հաղթանակը մայիսի 9-ն հաղթանակը մեր հաղթանակն էլ է։ Մենք 300,000 զոհ ենք տվել։ 300,000 մարդ, հայ մարդ գնացել եւ չի վերադարձել։ Էլ չեմ ասում, որ ներողություն եմ խնդրում, բայց դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են։ Դա մեր հպարտության օրերից մեկն է եւ ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ եւ այլ տենց բաների հետ։ ԵՄ-ի շատ ու շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, բանակցում են, խոսում են։ Հիմա մեծ բանակցություններ են ԱՄՆ-ի հետ, որոնք տեղի են ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այսինքն այդ Հայաստանը պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծակի ինչ որ մի, չգիտեմ, ԵՄ-ի պաշտոնյա դա իրանց տեսակետն է, սա մեր տեսակետն է եւ եկեք մի բան ֆիքսենք, էլի։ Հարաբերությունների մեջ միջպետական լինի դա ԵՄ-ի հետ, լինի դա Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, չգիտեմ, այլ 3-րդ, 4-րդ, 5-րդ երկրի հետ, գա Հայաստանի Հանրապետության դիրքորոշում, որը որ մենք պահում ենք եւ տանում ենք առաջ։ Կարող է ինչ-որ մի երկրի դա դուր չի գալիս, կարող է ինչ-որ մի երկրի այլ քայլ դուր չգա, բայց կներեք մենք մեր շահերը եւ մեր տեսլականը եւ մեր ուղղությունը։ Անցած տարի մեր հաղթանակը չէր այդ մայիսի։ Դե մեր հաղթանակները անցած տարի նախ հարմար չէր, որովհետեւ այլ պատճառներ կար, չեմ ասում հիմա 80-ամյակն է եւ կլոր հոբելյանական տարի է եւ գիտեք ինչ, ամեն տարի աշխարհը իրականությունը եւ ամեն ինչ շատ փոխվում է, չի կարելի համեմատել, կարող է հաջորդ տարի օրինակ որոշենք չմասնակցել, կամ հաջորդ տարի ընդհանրապես այդ միջոցառումը կարող որոշեն չանել, չես կարող։ Պարոն Սիմոնյան, ադրբեջանական մի րոպե, մի հատ հաստա։ Պարոն Սիմոնյան, այսօր քանի որ կառավարության ծրագրի կատարողականն էր քննարկվում, ձեր կառավարության ճիշտ ԿՊ-ի նախընտրական ծրագրում Շուշիի հատուտի դեօկուպացիայի հարց կար։ Հիմա այս ծրագիրը փոխվելու է 26 թվականի ընտրություններին, թե այս նույն գաղափարներով է կընկնալու։
2026 թվականին, եթե չեմ սխալվում, 1-2 ամիս կա, մի տարի 2 ամիս կա, չէ՞։ Դե բա ալիմա ինչ եք հարցնում, ուզում հասկանամ։ Չէ, այս պայդրության պարտեն պարզ չի։ Այս պայդրությամբ մենք հենց 2026 թվականի ծրագիրը դեռ չենք գրել ու չենք գրում։ Այսինքն խաղաղության այդ խոսույթով է գնալու ընտրության, որ Մոտավորապես ենթադրում եմ, որ այո, որ խաղաղության գործընթացը պետք է ավարտին հասնենք, եթե միջև այդ բա իհարկե չհասցնենք ավարտին։ Պարոն Սիմոնյան, Ադրբեջանի պետական հեռուստաընկերության հաղորդավարը հայտարարել է, որ իրենց գլխավոր նպատակը Հայաստանի ներսում քաոս ստեղծելն է եւ տպավորությունը, որ որոշ ընդդիմադիր ուժեր սինխրոն աշխատում են այդ նպատակի իրագործման համար, կխնդրեմ ձեր դիրքորոշումը։ Դե տենց ակամայից թե ոչ ակամայից, այո, դրա մասին նաև վարչապետը ասել է, որ հաճախ ոնց որ փարոսիկներ լինեն որոշ նաև հանրային գործիչներ, պարտադիր չի դրանք լինեն ազգային ժողովի նիստերի դահլիճում, փարոսիկներ, պասերով ինֆորմացիաներ եւ պասերով թեմաներ շրջանառության մեջ գցելով, արդեն հայտնի փաստ է, կարծում եմ դա մեր հեռուստադիտողներն էլ շատ լավ գիտեն։ Իսկ դրա դեմ առնելու ինչ-որ միջոց չկա։ Գիտեք ինչ, դրա դեմ առնելու միջոցներից մեկը այդ 2026 թվականի ընտրություններն է, որի մասին որ խոսում ենք, այլ կեթանք կտեսնենք այդ մարտիկ նորից կհայտնվեն այս դահլիճում, թե չեն հայտնվի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նկատում են դա, թե չեն նկատում, ինչ վերաբերում է իրավական առումով, դա շատ դժվար է արձանագրել, հա, ինքը ասում է, ես քաղաքական գործիչ եմ, եւ ընդհանրապես քաղաքական գործչի խոսքը մեծ հաշվով շատ ավելի ազատ է, եւ քաղաքական գործիչը հակառակը շատ ավելի խոցել է, քաղաքական գործչի նկատմամբ որևիցե ձևով մեղադրանք հնչեցնելը, ասում ես քաղաքական հայտարարությունն է եւ դա դառնում է ուղղակի հայտարարություն։ իսկ ձեր գործընկերոջ այցի պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Այո, իհարկե։ Հունիսին է։ Այո, հունիսին է, նախնական կտեսնենք ես չգիտեմ այդ գրկելու մասը ձեզ ինչի է այդքան հետաքրքրում, կարող ենք հետո դա քննարկել։ Հա, բայց ինչի եք անընդհատ այդ գրկելու մասին։ Նույնիսկ չէ, բայց դրա մասին նամակ էիք գրել, չէ, բայց նամակ գրել էիք, չէ, ինձ դրա մասին։ Բա անընդհատ ոնց կարելի է գրկելու մասին խոսել։ Հետո պարոն Քոչարյանին կմեղադրեք, կասեք ինչ որ հայտարարություններ անում։ Հիմա էթիկայի հանձնաժողով ստեղծենք, ասեմ, ինչի եք դուք ուզում անընդհատ այդ գրկելու մասին տեսախցիկների առաջ խոսեմ։ Ինչա՞։ Ես ձեզ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս իմ այդ շփումը դադարեցնել, ասեմ ինչի։ Որովհետև դուք մենք մի շենքում աշխատում ենք, դուք լրագրող եք, ես քաղաքական գործիչ եմ, դուք ինձնից հարցազրույց եք վերցնում։ Պետք է գոնե իրար տեսնելուց ասել բարև ձեզ։ Երբ որ եթե դուք համարում եք, որ ինձ բարև տալու չկա, կներեք, որ ձեզ պատասխանելու էլ չկա։ Բայց ի՞նչ կա, չէ, չի ցավասել, բայց չի կարելի անցնել մարդու հետ աշխատել եւ առերեսվել եւ բարև չտալ, հետո գալ ոնց որ ոչ որևիցե ոչ միայն դրա մասին։ Դուք գրավոր հարցերի դիմելու բանն եք, չէ, ինչու է աղմկում գետը, գրկելու եք գործընկերոջը, թե չեք գրկելու։ Դուք իրավունք ունեք ուղղելու, ես ձեզ այդ իրավունքի համար պայքարել եմ, բայց ես իրավունք ունեմ չպատասխանելու ձեզ եւ ես այդ իրավունքից անպայման կուղեմ։ Անտալիայում տեղի ունեցող երակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պարբերաբար նորից հիշեցնում էր, որ պետք է սահմանադրությունը փոխի Հայաստանը, նաեւ ԵԱԿ Մինսկի խմբից դուրս գա։ Ինչի մասին է խոսում անդադ, որ Ադրբեջանը չի գնում խաղաղության ու պարբերաբար այս խոչընդոտներ ստեղծելով տորպեդահարում է խաղաղության գործընթացը։ Ես կարծում եմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու, որովհետև դրա պատասխանը լեգիտիմ է եւ հստակ է։ Հայաստանի կողմից, Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից հնչեցված պատասխանը կարծում եմ բոլոր այդ մտահոգությունները փակում են, որ վարչապետն է դրա մասին խոսեց ազգային ժողովի ամբիոնից, բոլոր այդ խնդիրները քննարկել են, բոլոր այդ խնդիրները լուծումներ ունեն, բոլոր այդ խնդիրների մեծ մասը հասցեագրված է խաղաղության արդեն իսկ համաձայնեցված պայմանագրի մեջ, եւ ես կրկնում եմ, որ կարծում եմ ադրբեջանական կողմը մի փոքր ինչ անակնկալի է եկել այս մեր համաձայնության հետ։ Պարոն Սիմոնյան, քանի որ վարչապետ ամբիոնից այդ սահմանադրության փոփոխության մասին վարչապետ ամբիոնից սահմանադրության մասին հայտարարեց, նախկինում էլ էր ասվել, որ այն մեկնաբանելու իրավասություն ունի բացառապես սահմանադրական դատարանը եւ այդ մեկնաբանությունը անկախության հռչակագրի մասով տրված է սահմանադրական դատարանի կողմից եւ ամեն ինչ դրանով արդեն ավարտվում է, այսինքն այն խնդիրները, որոնք Բաքուն է բարձրաձայնում, դրանով փակվում են։ Սա արդյոք նշանակում է, որ քաղաքական առումով դիրքորոշումը հստակ է, որ ինչ սահմանադրություն էլ Հայաստան առաջիկայում ընդունի, անկախության հռչակագիրը հղում անկախության հռչակագրին նախաբանից չի հանվի։ Ես դուք այնպես վերացական հարց եք տալիս, չէ, վերացական սահմանադրություն են գրում։ Եթեներ, բայց ես չեմ գրում, չէ, քաղաքական որոշում։ Տեսեք, մենք
մեր նախ սկսենք նրանից, որ այդ հարցը ի սկզբանե տեղին չի, որովհետև մեր այդ ադրբեջանցիները, որ ասում են, դա իրանք ասում են միգուցե քաղաքական իրանք դա ասում են պարզ պատճառներով։ Հայաստանի Հանրապետության Սահմանության մեջ, որպես նաև իրավաբան եմ ձեզ ասում, կա այն ինչի մասին այնտեղ գրած է։ Մի րոպե, դա գրած է, ինչ որ գրած է։ Այլ բան, թե հղում կլինի, չի լինի, ես այդ քննարկումների մասին որից է բան չգիտեմ ու որից է մեկը հիմա չգիտի։ 2020 թվականի, որ կորոնավիրուսը նոր սկսվել էր, մենք զբաղված էինք սահմանադրությամբ փոխելով։ Բայց ես ուրիշ բան էի հարցնում, ես հարցնում եմ անկախության հռչակագրին հղումը նախաբանից։ Ես չգիտեմ, կհանվի նոր սահմանադրություն։ Բայց ես պատասխանեցի Շողիկ ջան, ասեմ, որից է մեկը այդ հարցին քեզ հիմա չի կարող պատասխանել։ Ինչու՞, եթե սահմանադրական դատարանը ասել է, որ դա Չէ, եթե սահմանադրական դատարանը ասում է, որ որևէ տարածքային պահանջ այն չի պարունակում եւ դուք էլ նոր ասացիք, ինչ գրված է, այսինքն Ադրբեջանի մեկնաբանությունը դա Ադրբեջանի մեկնաբանությունն է։ Այդ դեպքում ինչու պետք է առաջանա անկախության հռչակագրի հանման հարցը։ Սողջան, բայց ով ասեց, որ հանվելու է։ Ես ասել եմ, որ հանվելու է, դե արի որոշումը դու հիմա ապրիորի հարց ես տալիս, դու ինչ որ վերացական բան ես հարցնում, ապագայի հետ կապված, որի հետ կապված ես քննարկում չեմ ունեցել, ու մենք քննարկում չենք ունեցել։ Իսկ դուք անձամբ ինչ եք կարծում։ Սահմանադրության հետ կապված, որ եթե սահմանադրությունը փոխվի, ապա Ադրբեջանը եւս պետք է իր սահմանադրությունը փոխի։ Հիմա շարունակում են դուք եք այդ մասին խոսել, որ եթե սահմանադրության պահանջ է ներկայացվում, Ադրբեջանը պետք է փոխի։ Նույն տրամաբանության մեջ իրենք նույն խնդիր ունեն։ Եթե իրենք հնչեցնում են նմանատիպ բան, հա, դրա ավելի վատ տարբերակը, որտեղ նաև Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի տարածքը ենթադրվում է, եթե հիմա խոսում ենք ենթադրությունների մասին, այդ նույն բանը կա իրանց սահմանության մեջ։ Ես կարծում եմ խնդիր ուրիշ բանի մեջ է։ Ես վստահ եմ, որ խնդիրը կայանում է նրա մեջ, որ տարիներ, տասնամյակներ շարունակ պետությունները, թե մեր պետությունը եւ թե Ադրբեջանի պետությունը իր այդպես քաղաքական համակարգի ամբողջ կառուցվածքը հիմնված է եղել մեկը մյուսի վրա, մյուսին ատելու եւ մեկը մյուսի վրա հարձակվելու կամ մեկը մյուսին որպես սպառնալիք ներկայացնելու մեջ։ Հայաստանը շատ ցավոտ ձևով իր ժողովրդավարության, իր ժողովրդավար ձևով ուժեղ իշխանություն ունենալով հանդերձ, ուժեղ նկատի ունեմ ընտրված իշխանություն ունենալով հանդերձ, այդ բարդույթները, հա, այդ Սերժ Սարգսյանների, մնացածի այդ հայտարարությունների այդ ես իրանց անվանում եմ հոմոսովետիկուս, հա, այդ սովետական այդ նոմենկլատուրայից եկած մարդկանցով եւ այլ, այնուամենայնիվ կարողանում է մեր ժողովրդի գիտակցության հանդերձ նաև կարողանում ենք մենք այդ բանը փոխել, կոտրել, որ ժողովուրդ պետք է ապրենք մեր տարածաշրջանում, պետք է ապրենք մեր հարևանների հետ եւ այլընտրանք չկա։ Ադրբեջանում կարծում եմ հələ այդ քաղաքական կամքը կամ այդ գիտակցումը, այդ տրամաբանությունը չկա, որ պետք է, այո, հնարավոր է ապրել մի երկրում, որը ունի այն կարգը, որը որ ունի հիմա Ադրբեջանը, առանց արտաքին թշնամի ձևավորելու։ Իրանց համար իմ ընկալվում, դա դժվարությունը։ Ոնց ապրել, ոնց պահել այդ իշխանությունը եւ չունենալ արտաքին թշնամի, որի վրա միշտ կարելի է բոլոր խնդիրների հետ կապված հղում կատարել կամ որով միշտ կարելի է սպառնալ։ Հիմա դուք մեզ բոլորով մեղադրում եք Հայաստանի, չգիտեմ, թուլացման, պարտության եւ այլի մեջ, միևնույն ժամանակ Ադրբեջանը իր ներքին շուկայի համար նաև արտաքին շուկայի համար ձևավորում է, փորձում է, բարձրաբար արդեն չի էլ ստացվի, ձևավորել մի Հայաստան, որը պատրաստվում է նորից հարձակվել իրանց վրա։ Այդ հայտարարությունները հիշում եք, հա, իրանց բանի հետ կապված, որ իբր հայկական կողմը կրակել է եւ այլ։ Բայց մենք պետքա բոլորով, ես ձեր հետ խոսում եմ որպես նաև թիմակից, հա, որպես հայերով հավաքվել ենք, հարց ենք լուծում մեր երկրի համար, բոլորիս համար։ Մենք պետքա հասկանանք, որ այդ խնդիրը ինքը եթե ուզենա իր կամքը լինի, կարելի է խաղաղության պայմանագիր, ասում եմ, մի տարի առաջ կարելի էր այդ խաղաղության պայմանագիր, երբ որ 15 կետ էր համաձայնեցված, երբ որ 10 կետ էր համաձայնեցված, կարելի էր այդ խաղաղության պայմանագիր։ Ոչ թե Ադրբեջանը թույլ չի տալիս, տեսեք, ես մի անգամ ասեցի, նաև ներքին օրակարգ, ես մի անգամ ասեցի, տենց սկսեցին փնովել բան ինչ-որ մարդիկ, ովքեր որ Facebook-ի առաջ տենց քաղաքականությամբ են զբաղվում, քաղաքականությունը դա առևտուր է։ Այդ առևտուրը միջպետական առևտուր, Ադրբեջանը կարող առևտուր անել Ռուսաստանի հետ, Իսրայելի հետ, ԱՄՆ-ի հետ, Ֆրանսիայի հետ, նույնը պետք է եւ անում է ինչ-որ ձևով Հայաստանը, նույնը Վրաստանը, բոլոր երկրները դա անում են։ Այդ առևտրի տրամաբանության մեջ
ինքը այդ պահը համարել է ոչ ճիշտ։ Հիմա մենք իրավիճակ ենք ստեղծել, որտեղ իրոք ամբողջ աշխարհը ասում է, լավ, եղբայր, համաձայնեցված է, չէ՞, 17 կետը։ Այ ինչի՞ չեք ստորագրում այդ բանը։ Ու մենք պետքա շարունակենք։ Սահմանադրության խոսախ, այո, ասում է դրա հայտարար, լսեք, հետո տեսեք, չէ, լսեք, այդ ողջունելը դա քաղաքական մեսիջ է։ Ոչ մեկ չէր գնալու, չէ՞, պայմանական X երկրին, ասեր, բա դու իմիջիայից 20 հոգի ողջունեցին, դու ինչի՞ չողջունես։ Այդ ողջունելը քաղաքական մեսիջ է։ Եղբայր, կնքի այդ պայմանագիրը։ Եղբայր, պետք չի սեն շարունակել։ Էլ չեմ ասում այդ անձնական շփումների Եվրամիության եւ տարբեր կառույցներում վերաբերմունքի ձևավորումը դրանք բոլորը քաղաքականության մեջ մեսիջներ են պետությանը։ Ես հույս ունեմ, ես վստահ եմ, բայց նաեւ հույս ունեմ, որ չեմ սխալվում, որ Ադրբեջանը այդ ամեն ինչ շատ լավ գիտակցում է։ Եվ ես ձեզ մի բան ասեմ, Նարեկը նաեւ հարցնում էր խաղաղության պատերազմի մասին։ Դուք հիշում եք, որ մենք 2020 թվականից հետո մենք առնվազն մի քանի անգամ մենք կանգնած ենք եղել լայնամասշտաբ պատերազմի առաջ։ Մենք կանգնած ենք եղել։ Մեզ փորձել են ներքաշել 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ արվածը ամենավերջին բան փորձերից մեկն էր Հայաստանի Հանրապետությունը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ։ Որ ասում եք խաղաղություն, ժողովուրդ, այս քանից հետո հələ մի հատ հիշեք 90-ականներին, խնդրում եմ հիշեք, էլի, բացեք, դու լավ հիշողություն ունես, փորձառու լրագրող, դուք էլ շատ չէ, հիշեք հələ, էլի, 91, 93, 94 թվականից հետո հələ մի հատ հիշեք, երբ որ հակառակ իրավիճակներ, թե ինչ էր կատարվում եւ ինչ իրավիճակ էր եւ ինչ շարունակություն ունեցավ եւ ինչ արեցինք մենք։ Ու հիշեք ու համեմատեք, եւ ասեք, հիմա մենք այս պատերազմից 20 թվականից այս կողմ արդեն 4 տարի է անցել, ինչ առավելություն, ինչերի ենք հասել եւ ինչ արդյունքներ ունենք։ Հիշեք ինչի մեջով ենք անցել։ Շնորհակալություն։